Հայաստանում մեր ճանապարհների վրա մի հատ բան կա, որ շատ կուզեմ որ փոխվի ու դառնա ավելի ապահով, ու երկու բան եմ ուզում առաջարկեմ դրա հետ կապված։ Բոլորիս հետ էլ առետեղած կլինի, որ տրասի վրա պետքա ռազմավարոտ անենք ու այս տեսակ տեղերից ենք ռազմավարոտ անում, ինչն էլ որ հաստատ վտանգավոր է։ Օրինակ տեղ կա, որ այս նշած գիծը կա, որտեղ դու կարաս ապահով մտնես, դանդաղացնես, պետքա կանգնես, նոր ֆրազ, ոչ մեկի չես խանգարում, ու տեղ կա ընդհանրապես դրանից չկա։ Տեղ կա կամ շատ բուժուր է, որ մի ավտոհազիվ է տեղավորվում։ Հիմա իմ առաջարկն այն է, որ այս սրանցից լինի ամենտեղ ու ամենտեղ լինի նույն ձևի։ Մյուս բանը, որ ուզում եմ առաջարկեմ, դա այն է, որ այս սրանք ընդհանրապես վերացվեն ու վերևով անցնելու կամ տակով անցնելու ռազմավարոտը լինի կամ վերևով կամ տակով։ Այս տարբերակը հաստատ ավելի թանկ է լինելու, բայց հաստատ ավելի ապահովել է լինելու։ Հենց որ արդեն գալիս է մեր պետությունից, ի վիճակի է տենց բան անի, ուզում է տենց բան անի, թե չէ։ IS արկել են Չինաստանում, մենակ ռազմավարոտի համար, ինչն էլ որ համ սիրուն է, համ էլ ապահով։ Օրինակ Արարատի տրասի վրա քանի հատ վերևով անցնող ճանապարհներից կան, դրանք կարան դառնան հենց ռազմավարոտի համար էլ, բայց տեղ կա որ համ կարաս վերևով ռազմավարոտ անես, համ էլ տրասի վրա այս հին վտանգավոր ռազմավարոտներն է դրած, խոսքի մի 50 մետր կամ 100 մետր են։ Նույն բանը Սևանի ճամփի վրա ու մնացած ճամփերի վրա հաստատ տեղեր կան, որ տակով անցնեն կամ վերևով անցնեն, ելի եմ ասում, ծախսա, բայց հաստատ ավելի ապահով է։ Ու այս ամեն ինչի մյուս կողմն էլ այն է, որ մարդիկ պետք է մեղմ ասած հետևեն այդ օրենքներին։ Եթե ինչ-որ մեկը ուզում է այդ բորդուրի վրով ելնի անցնի ու իր ավտոն թույլ է տալի, ելնելու է անցնի անկախ օրենքից ու անկախ ամեն ինչից։